Մենք հիմա ունենք գործող համակարգ հետվճարի բոլոր կենսաթոշակներից եւ նպաստներից, որը սահմանափակված է 12%-ով, բայց ոչ ավել, քան 6000 դրամը, եւ կախված նպաստի կամ կենսաթոշակի չափից այդ սահմանաչափերով մեր քաղաքացիները կարող են հստանալ եւ մենք այսօր ունենք արդեն 350,000 քաղաքացի, որոնք իրենց իսկ թոշակը եւ նպաստը իրենց իսկ ձեռքով բարձրացնում են եւ շատ պարզ եմ այդ ամեն ինչը բացատրում, չգիտեմ թե դուք ինչու եք հենց ինքներդ մանիպուլացնում այդ ամեն ինչը։ Հիմա նոր կարգավորումը հետեւյալն է լինելու, որ մենք 12% սահմանաչափը բարձրացնում ենք մինչեւ 20%-ի եւ առավելագույն թիվը մինչեւ 10,000 դրամի եւ եթե հաշվարկենք օրինակ 50,000 դրամ կենսաթոշակի վրա, քաղաքացին կարող է 50,000-ը դարձնել 60,000 իր իսկ ձեռքով կատարելով անկանխիկ առևտուր իր կարիքները հոգալու համար։ Այդտեղ կարծում եմ որևէ անհասկանալի բան չկա եւ ես նաեւ բացատրեցի, որ սա շատ կարեւոր գործիք է նաեւ պետության այլ քաղաքականությունները առաջ տանելու համար, սֆերային տնտեսության դեմ պայքարի, երբ որ մենք անդադար խոսում ենք, որ կանխիկ առևտրի ժամանակ հաճախ չեն տպվում ՀԴՄ կտրոններ, որոնք որ նաև գեներացնում են հարկեր, որից էլ որ նաև վճարվում են կենսաթոշակները։ Եվ հետևաբար որոշումը շատ պարզ է, երբ որ արդեն կարգավորումները կլինեն եւ կառավարության նիստով կընդունվի, եւս մեկ անգամ վերջնական դրա մասին կասենք, բայց քաղաքական որոշումը ընդունված է։ Պարոն Փաշյան, բայց այս դեպքում Չլսեցի։ Հունվարի 1-ից արդեն գործելու է։ Ես դուք հարցը տալիս եք ու չեք լսում իմ պատասխանը, ինչը այդքան էլ կարծում եմ գործընկերային չի։ Ես ուղիղ 10 վայրկյան առաջ դրա մասին ասացի, որ հունվարի 1-ից գործելու է։ Պարոն Թորոսյան, բայց այս դեպքում եւս բոլոր թոշակավորները չեն կարող այս ծրագրի շահառու, քանի որ մարզերի շատ գյուղական համայնքներում այդ քարտային վճարման տարբերակը չկա ու անգամ այդ 10,000 դրամ կեշը ստանալու հնարավորություն չունեն, այսինքն դուք բերել եք մի կարգավորում, որը չի վերաբերում բոլոր թոշակառուներին, բայց ասում եք, որ բոլոր թոշակառուների համար ինչ-որ պայման եք ստեղծել։ Հարգելի գործընկերներ, ես քիչ առաջ նորից թիվ նշեցի, դրանք մեր բոլոր թոշակառուներն են, որը ամեն ամիս աճում է այդ թիվը։ Մենք այս պահին ունենք 350,000 կենսաթոշակառու եւ նպաստառու, ով բարեհաջող կերպով օգտվում է այս ծրագրից եւ հետեւաբար մնացած բոլոր կենսաթոշակառուները եւ նպաստառուները նույնպես կարող են օգտվել այս հնարավորությունից, դա իրենց ձեռքերում է։ Այո, կարող են լինել որոշ փոքր գյուղական համայնքներ, որտեղ որ հնարավոր է չլինեն հնարավորություններ անկանխիկ առևտրի, բայց դրանք շատ փոքրաթիվ են եւ մնացած բոլոր տեղերում այդ հնարավորությունը առկա եւ մենք նաեւ սրանով խթանում ենք, որպեսզի մեր ազգաբնակչությունը ինքը նաեւ պահանջի, որպեսզի լինեն այդ անկանխիկ առևտրի կետերը, այդ պոստտերմինալները անկանխիկ առևտուր անելու համար։ Սա երկկողմանի շահավետ ըստ էության ծրագիր է, պետություն եւ քաղաքացի, որտեղ մեր քաղաքացիները նույնպես պետք է շահագրգռված լինեն, որպեսզի հարկեր վճարվեն պետական բյուջե, որովհետեւ իրենց կենսաթոշակները եւ նպաստները վճարվում են հարկային եկամուտներից, որոնք գնում են պետական բյուջե։ Սա կարծում եմ շատ այսպես հաղթանակ տարբերակ է եւ մենք չենք վարանում անդադար սրա մասին հիշեցնել եւ բացատրել եւ ընդհանրապես այդ հարկեր վճարելու մեր կարգապահությունը նաեւ սրանով մենք փորձում ենք ուղղել։ Պարոն Թորոսյան, բայց օրինակ ինչպես է ստացվում, որ օրենքներով որոշվում է, որ պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձեր ստանան, իսկ թոշակառուներին այսպիսի ճիշտ է, շատ լավ մեխանիզմ է իրականում, բայց փորձություններ հաղթահարելով պետք է մի քանի հազար դրամով իրանց թոշակը բարձրանա։ Իհարկե գիտություն ունենալով այն, որ այս կառավարությունը մի քանի անգամ թոշակներ բարձրացել է, բայց ինչու է բյուջեով հենց բարձրացում չնախատեսել։ Հարգելի գործընկերներ, ես մի քանի րոպե ուղիղ բացատրում եմ, թե ինչու եւ ինչու է կարեւոր նման նորարարական գործիքներ կիրառելը եւ սա ինչ-որ փորձությունների մասին խոսելը կարծում եմ տեղին չէ, ինչ փորձության մասին է խոսքը, եթե դու պարզապես քո քարտով առևտուր ես իրականացնում այս կամ այն առևտրի կետից, իսկ ինչ վերաբերում է պետական պաշտոնյաների աշխատավարձներին, ապա մեր հանրային ծառայությունում եւ համայնքային ծառայությունում աշխատող տասնյակ հազարավոր քաղաքացիներ ստանում են շատ համեստ
աշխատավարձ եւ կատարում են շատ ծանր աշխատանք, որպեսզի նաեւ մեր կենսաթոշակառուները, նպաստառուները, մյուս բոլոր ծառայությունները կարողանան աշխատել։ Եթե այդ պետական պաշտոնյաները չլինեն, այդ ոչ թոշակը, ոչ նպաստը պարզապես հնարավոր չի լինի ոչ հավաքել, ոչ էլ վճարել, այդ սկսած հարկային մեր ծառայությունից, պետական եկամուտների կողմից վերջացած բաշխող ծառայություններից, ես կարծում եմ, որ այս թեզը անդադար դաշտ բերելը ոչ մի կերպ չի նպաստում ոչ իրականության պարզելուն, ոչ էլ եղած խնդիրները լուծելուն։ Շնորհակալություն։